Բարեօր սիրելի հետևորդներ, այսօր իմ կանաչ դրախտը հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ կխոսենք տարբեր խոտաբույսերից, որոնք առավել օգտակար են մարդու առողջության համար։ Այսօր կանդրադառնամ կարևորներից երևի թե ամենակարևորին, մեղրախոտին, քանի որ կոնկրետ մեր կենտրոնում ամենաշատը զանգում են հենց այս մշակաբույսի համար, մեղրախոտ կամ անգլերեն ստևիա։ Ես նշեմ, որ ինքը բնական շաքարի աղբյուր է եւ եթե դուք նույնիսկ մեկ տերևը պոկեք, այդ մեկ տերևը բավարար է մի քանի բաժակ թեյի համար, այսինքն նրա քաղցրությունը այդքան մեծ է։ Եվ երկրորդ, եթե իրենից ստացված շաքարի մի քանի գրամը լցնեք մի տոննա ջրում, ապա դուք կզգաք այդ քաղցրության համը։ Այն մարդիկ, ովքեր տառապում են կոնկրետ շաքարային դիաբետով, տարբեր սիրտանոթային հիվանդություններով եւ այլը, նրանց արգելված է շաքարի օգտագործումը, բնական շաքարի, բացի այդ դուք էլ գիտեք, մարդկության երկու սպիտակ թշնամիները, աղը եւ շաքարը, եւ որքան նրանք քիչ լինեն մեր սննդակարգում, այնքան մենք ավելի առողջ կլինենք։ Ստևիայի ցանքերը մենք կատարում ենք ավելի տաք պայմաններում, իրենք ջերմասեր բույս են եւ եթե նրանք մենք տնկենք վաղ, այսինքն մարտին կամ ապրիլի սկզբին, ապա դա հնարավոր է, որ ցրտահարությունների ժամանակ, գարնանային թույլ ցրտահարությունների ժամանակ նույնիսկ վնասվեն։ Սովորական արկղ է, ինչու համար ենք մենք այս արկղերը կառուցել, որպեսզի նաև մարդիկ, ովքեր գալիս են, ցույց տան եւ ամեն մի արկղում, այստեղ գտնվող ամեն մի արկղում ստեղծում ենք այնպիսի հողային պայմաններ, որը անհրաժեշտ է տվյալ մշակաբույսին։ Փոս ենք անում, հնարավորինս խոր, տեսեք, միշտ եթե նկատում եք իմ ձեռքին այնպիսի բահիկ է, որտեղ նշված են սանտիմետրերը, ինչի համար, որպեսզի կարողանանք խոր տնկենք։ Ինչն է ընդհանրապես խոր տնկելու առավելությունը, չեմ ասում շատ խոր, արմատից մի քանի սանտիմետր վերև, որովհետև երբ որ մենք մակերեսային տնկումներ ենք կատարում, այդ դեպքում ցողունը ուղղաձիգ չի լինում եւ հնարավոր է, որ նրանք թեքվեն։ Տեսեք, իսկ նման դեպքերում ինքը ավելի ուղիղ է։ Իհարկե, ավելի լավ աճու զարգացում ապահովելու համար մենք կարող ենք կտրել կոնկրետ կտրել նաև իրեն արմատային համակարգը, եթե երկար է, եւ տկին խորը մշակել։ Ես մի բան էլ ցույց տամ ձեզ, եթե դուք տնկում եք, որպեսզի այս գարնան անձրևներից կամ ցրտից չհոռանան եւ չդեղնեն, պարզապես մի ափսոսացեք, գլուխը կտրում եք, այսպես, գլուխը կտրում եք աճման կոնը, որպեսզի ինքը արդեն ամբողջ էներգիան, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի եւ ուժեղանա արմատային համակարգը։ Բացի այդ, ես մեր առաջին հաղորդումներից մեկի ժամանակ խոսել եմ լուսնային օրացույցի մասին, չէ՞։ Երբ որ օգտագործում ենք ցանկ բառը, այդ ժամանակ ուրեմն երբ որ լուսինը սկսում է մեծանալ։ Երբ որ տնկում բառը, երբ որ լուսինը սկսում է նվազել։ Եթե նկատեք, նույնիսկ լուսնային փուլերի շրջանում, աճի ընթացքում, երբ որ մեծանում է, մենք զգում ենք, որ մեծանում է վերգետնյա զանգվածը, բայց մեկ էլ նկատում ենք, որ կարծես թե բույսերը չեն աճում եւ մենք սկսում ենք անհանգստանալ պետք չէ, այդ ժամանակ սկսում է զարգանալ արմատային համակարգը, այնպես որ այդ թեթև, երբ որ դանդաղում է աճը, այդքան էլ մի անհանգստացեք եւ բերեք ավելորդ պարարտանյութեր, սննդանյութեր, դրանք ընդհանրապես կարող են վնասել։ Օրինակ, ինչու այստեղ ես ոչինչ չտվի որևէ պարարտանյութ, որովհետեւ այս հողը արդեն նախապես պատրաստված է, կազմված է 3 մաս հողից, մեծ մաս կենսահումուսից, մի շատ քիչ քանակությամբ ավազ ենք լցրել եւ ինքը պատրաստ է արդեն տնկման համար։ Տնկեցինք, վերջ, հիմա ինչ ենք կատարում։ Տնկել ենք մարգերը, այսպես հավաքում ենք հողի կողքերով, նայեք, բուկլից ենք անում, այսպես, ինչի համար, որպեսզի տեսեք, եւ հողի խոնավությունը մնա, եւ մարգեր լինի, այսպես, Ես ինչու համար եմ նաև բուկլից անում, սկզբնական շրջանում, երբ որ մենք տնկում ենք որևէ բույս, տերևների վրա չպետք է ջուր լցվի, տեսեք, վերցնում ենք ցնցուղը եւ այսպես կամ տեսեք միջ մարգերը, այս դեպքում
ջուրը հավասարաչափ է բաշխում։ Պատկերացրիք, չէ՞։ Երբեք չի կարելի շատ ուժեղ թեքության վրա ակոսներ պատրաստել։ Նա պետք է լինի 2-3 աշճան թեքության, շատ փոքր թեքության, որպեսզի ջուրը կարողանա դանդաղ ծծվելով ինքը խորանա։ Եթե դուք հետագայում վեգետացիայի ընթացքում սկսեն աճել, կողքից կառաջանան կողքային ճյուղեր եւ ձեր բույսը բավականին փարթամ կլինի։ Աշնանը դուք այս մեկ բույսից արդեն կարող եք ստանալ մինչև 5-10 նոր բույս։ Շատ կարևոր է, որ դուք չպահեք սերմի համար։ Գիտեք, սերմերով եւս բազմանում է, բայց սերմերով շատ դանդաղ եւ երբ որ սերմով եք դուք ցանքը կատարում, առաջին տարին ընդհանրապես կանաչ զանգված այդքան էլ բերք չեք ունենում։ Դրա համար աշխատեք արմատային հատվածներով։ Մի գաղտնիք էլ ասեմ, նույնիսկ երբ որ դուք իրան մի քիչ ավելի փորձված լինեք արդեն, կարող եք իրանից պարզապես կտրել կտրոնը, մի փոքր ներքևի մասը վնասել, այսպես թեթև։ Օրինակ, ես մի հատ ցույց տամ, տեսեք, այս մեղրախոտն է, մի փոքր կտրում եք, ներքևի տերևները պոկում եք, աճման կոնը պոկում եք, մի փոքր հարվածում եք, այսպես ներքևի մասին եւ պնկում եք։ Ուղղակի այս պահին շատ ուշադիր պիտի լինեք դուք, որ անընդհատ խոնավ լինի։ Դա կարող եք նաև աճեցնել հենց ջրի մեջ, ուղղակի ծաղկամանի մեջ դնել, ուղղակի 3 օրը մի անգամ ջուրը փոխել։ Դուք ընդամենը մի 3 շաբաթ հետո կտեսնեք, որ արմատային համակարգը բավականին զարգացել է։ Այնպես որ այս թանկարժեք բույսերին, քանի որ նրանց գինը նաև բարձր է, կարիք չկա դուք բազմաթիվ տնկիներ կամ սածիլներ գնեք, ընդամենը մեկ բույսից դուք կարող եք բավականին մեծ տարածք ունենալ հաջորդ տարի։ Դե ինչ, շնորհակալություն, կրկին խնդրում եմ իմ սիրելի հետևորդներին, որ ոչ միայն հավանեք էջը, ոչ միայն դիտեք այս տեսահոլովակները, այլև տարածեք։ Շնորհակալ եմ։